սեպտեմբերի 26-ն է, ուզում եմ սկսել մշակութային լուրով։ Այսօր Նարեկացի արվեստի կենտրոնում տեղի ունենալու սիրիահայ Անժելիկ Սանոսյանի ֆոտոցուցահանդեսը, այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 2-ը։ Այսօր երկուշաբթի է, թերթեր չկան, սակայն նախորդ շաբաթվա վերջում տեղի ունեցել երկու ուշագրավ քաղաքական իրադարձություն։ Դրանց մասին կխոսենք քիչ անց, այժմ Երևանում 12 աստիճան է, իսկ դուք ծանոթացեք եղանակի ողջ Հայաստանում։ Վերջին ամիսներին Ռուսաստանի քաղաքական թիվ 1 թեման այն էր, թե ով է լինելու նախագահի թեկնածուն հաջորդ ընտրությունների ժամանակ եւ հայտնի դարձավ, որ դա լինելու է այժմյան վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Ինձ հետ է քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։ Բարև ձեզ, Թաթուլ։ Ինչպես կմեկնաբանեք այս լուրը։ Այս լուրը կարող ենք ասել, որ անսպասելի չէր, որովհետև դեռ այն ժամանակ, երբ որ Ռուսաստանում տեղի ունեցավ, այսինքն այսպես ասեմ, երբ որ Պուտինը դարձավ վարչապետ, իսկ Դմիտրի Մեդվեդևը նախագահ, այն ժամանակվանից արդեն խոսակցություններ էին գնում, որ հենց այդպես էլ լինելու, այսինքն մեկ նախագահական ժամկետ լրանալուց հետո կրկին Վլադիմիր Պուտինը վերադառնալու է։ Այս իմաստով որևէ նորություն չկար, բայց ես կարծում եմ, որ այս նորությունը ամեն դեպքում վատ նորություն է, ինչպես ռուսներն են ասում, մերձակա արտասահմանի համար։ Մերձակա արտասահման ասելով նրանք նկատի ունեն ԱՊՀ տարածք, այսինքն այն երկրները, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը շատ մեծ է։ Տեսեք, Ռուսաստանը կարող է ժողովրդավար չլինել, իսկ Վլադիմիր Պուտինի նախագահություն առաջիկա տարիներին հենց այդ ուղղությամբ է գնալու, առանց այն Ռուսաստանը ժողովրդավարական չէ։ Եվ Հայաստանը եւ այն երկրները, որոնք Ռուսաստանից ունեն տնտեսական, քաղաքական եւ ռազմական լուրջ կախվածություն, նրանք ուղղակի հետևելու են Ռուսաստանում կատարվող գործընթացներին եւ այսպես ասեմ, copy-paste են անելու Հայաստանում։ Այս իմաստով ես կարծում եմ, որ լավ չէ։ Ավելին ասեմ, ես կարծում եմ, որ այն ինչ որ արվում է Մոսկվայում, վերցվում է եւ պրոյեկտվում է Հայաստանում, իսկ այստեղից էլ պրոյեկտվում է Լեռնային Ղարաբաղում։ Այս իմաստով ես կարծում եմ, որ վատ է իհարկե։ Երկրորդը վատ է ընդհանուր Կովկասի համար։ Մենք գիտենք, թե ինչ լարված հարաբերություններ կան վարչապետ այսօրվա Պուտինի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի միջև։ Եվ այս իմաստով մենք կարող ենք ասել, որ առաջիկա տարիներին ռուս-վրացական հարաբերություններում լարվածությունը պահպանվելու է, ինչը ուղղակի իր ազդեցությունն է թողնելու հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների վրա։ Իհարկե մենք կարող ենք նշել նաև դրական կողմեր, սակայն ես հիմնականում անդրադարձա այն վատ կողմերին, իմ կարծիքով, որը կունենանք առաջիկա տարիներին։ Շատ լավ, եւ անդրադառնալով մեր նախագահի Սերժ Սարգսյանի ելույթին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում, նա կրկին խոսել է Ադրբեջանի հայատյացության եւ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտը փորձում են լուծել բանակի միջոցով, պատերազմի միջոցով։ Գիտեք, ընդհանրապես, երբ որ մենք հետևում ենք Հայաստանի նախագահների ելույթներին ՄԱԿ-ում եւ այլ կարևորագույն միջազգային ֆորումներում, մենք տեսնում ենք, որ յուրահատուկ, այսպես ասեմ, օրակարգ կա այն իմաստով, որ խոսում են Հայաստանում ժողովրդավարական գործընթացների մասին, հարևանների հետ հարաբերությունների մասին, առաջին հերթին Թուրքիան իհարկե, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության մասին, եւ այս իմաստով նախագահի ելույթը նախորդ ելույթներից, իր եւ նախկին նախագահների ելույթներից զուտ կառուցվածքային իմաստով չէր տարբերվում, սակայն շեշտադրումների փոփոխություն կար, ակնհայտ էր հիասթափությունը նախագահի հայ-թուրքական գործընթացից եւ այդ մասին նա հստակ հայտարարեց, սակայն իմ համար զարմանալի էր այն, որ նախագահը ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո հանդիպելով Նյու Յորքում հայ դիվանագետների հետ, հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ, նա ասաց, որ հայ-թուրքական այս գործընթացը որևիցե ձևով վատ անդրադարձ չի ունեցել Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունների վրա։ Ես կարծում եմ, որ սա իրականությանը համապատասխան չէ, եւ ես կարծում եմ, որ հայ-թուրքական գործընթացը լրջագույն ճեղք առաջացրեց Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում վատ իմաստով։ Շատ լավ, շնորհակալություն։